Քանի ձայնով եք հայտնեց վարչապետը, որ դուք եք ընտրվել տեխնացու, նախ ձայները, եթե ձայները կարևոր չի։ Լավ, ձայների հետ կապված չէ, ձեզ համար դուք ինչ ելույթ եք ունեցել, եթե այո կասեք, որն է ձեր տեսլական այս պաշտոնին, այսինքն ինչ եք դուք անելու, բայց ավարտեմ նորեն, պարոն Ռուբինյան, որ նախորդ նախագահը չի արել եւ արդյոք թիմի այս վստահությունը ձեզ սպասելի է, դուք ակնկալում էիք, թե ամեն դեպքում կարծում էիք, որ այն վիճակը, որ կար, կպահպանվի։ Այսինքն սպասելի է ձեզ համար թիմակիցների ձեր այս որոշումը։ Ընդհանուր առմամբ մեր վարչության ընթացակարգերը տարբեր պաշտոններում կամ տարբեր որոշումներ կայացնելիս միշտ շատ նման են, այսինքն տեխնատուները ելույթներ են ունենում, հնչում են հարցեր, հետո եզրափակիչ ելույթներ են լինում եւ հետո քվեարկություններ լինում։ Կոնկրետ այս դեպքում բոլոր տեխնատուները ներկայացրել են իրենց տեսլականը կամ իրենց առավելություններն են փորձել ընդգծել եւ գրանցվել է այն արդյունքը, որը գրանցվել է, ես չեմ կարող ասել սպասելի էր կամ անսպասելի էր, բայց շոյված եմ արդյունքից, այսպես ասեմ, եւ վստահությունը ինձ համար շատ պարտավորեցնող է, բայց ես չեմ կարող ասել, որ ինչ որ բան պիտի ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս տեխնացուները։ Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ ազգային ժողովի նախագահ է եղել եւ առաջին ազգային ժողովի նախագահն է ի դեպ, որը ամբողջ ժամկետը նախագահել է, այսինքն հիմա երբ որ օգոստոսին լրանա, Հայաստանի պատմության մեջ չի եղել ազգային ժողովի նախագահ, որ մինչև ժամկետի վերջը այդ պաշտոնը զբաղեցնի, եւ պարոն Գոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել, եւ մենք այս տարիների ընթացքում, այս 5 տարիների ընթացքում շատ մեծ եւ պատասխանատու աշխատանք ենք իրականացնել իրար հետ, անցել ենք շատ մեծ փորձությունների միջով, ի վերջո նաեւ մեր աջակցությամբ եւ մասնակցությամբ է տեղի ունեցել խաղաղության հաստատումը եւ մենք նպատակաուղղված ենք միասին շարունակել աշխատել։ Ինչն է որոշիչ եղել։ Օրինակ հնարավոր է որ Փաշինյանի հավանությունը ավելի շատ ձեր կողմն է եղել։ Այսինքն ձեր մեր քվեարկությունները փակ գաղտնի են եւ ոչ ոք չգիտի եւ ոչ ոք չգիտի թե ով ում ինչպես է քվեարկել։ Ենթադրում եմ, որ գործընկերների մեծ մասը համարել է, որ այս փուլում ճիշտ կլինի, որ ես զբաղեցնեմ այդ պաշտոնը եւ դա նորմալ գործընթաց է։ Գնեք, պարոն Ռուբինյան, այսինքն դեռ պետք է նաեւ ազգային ժողովում քվեարկություն լինի, չէ՞։ Բնականաբար, իհարկե։ Սա ինչ է նշանակում, որ խմբակցությունը իրավունք ունի վարչության որոշումից այս աճ կամ ձախ քվեարկի, այսպես ասած, թե ոչ, այսինքն կարող են առանձին падգամավորներ, օրինակ, դեմ արտահայտվել, թե քաղաքական առումով որոշումը կայացված է։ Այսինքն դες կառաջադրի, երբ որ արդեն հասնի լիագումար նիստերի այդ փուլը։ Ես կասեմ հետեւյալը, վարչության որոշմամբ իմ տեխնատությունը կառաջադրի։ Պարոն Ռուբինյան, չնայած որ չեք ուզում բացահայտել, բայց այդուհանդերձ էական է, թե քանի հոգի է քվեարկել ձեր օգտին, նաև հնարավոր է որ դեր է խաղացել։ Ըստ մեր ընթացակարգերի ընտրված է համարվում այն տեխնացուն, որը ստացել է ձայների կեսից ավելի։ 20 հոգի են համար։ 20 հոգի են։ Թվաբանությունը արդեն արել։ 10-ից ավելի։ Քանի ձայն եք ստացել, չեք։ Չէ, եթե կարիք լինի, երևի հաղորդակցության մեջ կնշվի, եթե չի լինի, չի նշվի, ես բայց չեմ կարծում, որ չի լինի, բայց չեմ կարծում, որ ընդհանրապես ձայն չի ստացել։ ոչ, չկա նման։ Դուք եք պարոն Սիմոնյանը եւ պարոն Գոնջորյանը։ Այո։ Պարոն Ռուբինյան, հնարավոր է նաև դեր է խաղացել ձեր ընտրվելու հանգամանքում այն, որ խոսակցություններ կան Ալեն Սիմոնյանը պետք է նշանակվի հանրապետության նախագահ։ Դրանով պայմանավորված ավելի քունելի է եղել ձեր, քան օրինակ Հայկ Գոնջորյանը։ Ես չգիտեմ նման խոսակցությունների մասին, չգիտեմ։ Բայց Ալեն Սիմոնյանը մի անգամ Փոխոսնակների մասով արդեն հաջորդի որոշում կկայացվի, չէ, դեռ չկա, բայց արդեն կբացվի հիմա առաջադրման փուլը եւ մարդիկ կարողանան առաջադրվել եւ նույն ընթացակարգով կընտրենք փոխոսնակ եւ վերջին հարցը, հա, խնդրեմ։ Քանի որ դուք ներգրավված եք հայ-թուրքական բանակցություններում, հնարավոր է ինչ որ բան այստեղ փոխվի, թե մեկը մեկին չի խանգարի։ Չգիտեմ, չեմ մտածել, որովհետեւ 5 րոպե առաջ է այդ որոշումը կայացվել, 5 րոպեում չենք հասցրել այդ հարցին անդրադառնալ։ Շնորհակալություն։